Թող Սուրբ Հոգին առաջնորդի ժողովրդյան, որ կարողանամ ճիշտ փոխանցեմ այն խոսքերը, որ Աստված իմ սրտին դրել է։ Ժողովրդյան, իմ թանկագին քուրեր, աղբերներ ջան, ես մի հարցի շուրջ եմ ուզում խոսել, որ իմ կյանքով է անցել։ Ես ինձ Սուրբ Հոգին բացատրել էր, այդ ամեն ինչը Սուրբ Հոգին է ինձ բացատրել, ոչ թե մարդուց առած եմ խոսում, այլ Սուրբ Հոգուց առած եմ ուզում փոխանցել ձեզ։ Նախ եւ առաջ քուրեր աղբերներ, երբ որ գալիս ենք այստեղ, մենք պետք է մեր սրտերը բացենք Աստծո առաջ, մոռանանք մեր հոգսերը, մեր խնդիրները, ժողովրդյան։ Ամբողջությամբ մեր սրտերը բացենք Աստծո խոսքի առաջ։ Այն հայտնված խոսքը, որ կա այստեղ խոսում է ժողովրդյան, որովհետև դա է մեր սնունդը, որ չլինի, որ դատարկ գանք ու դատարկ այստեղից գնանք ժողովրդյան։ Այդ հայտնված խոսքն է, որ մենք հոգևոր աճելու ենք։ Ես մի տեղ եմ ուզում կաշտալ հայտնության 2-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Ժողովրդյան, ով որ ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Շատ կարևոր է, որ մենք լսելու ականջ ունենանք, քուրեր աղբերներ։ Թլպատված ականջ ունենանք, որ կարողանանք լսել Սուրբ Հոգու ձայնը։ Այն հայտնված խոսքը։ Ես ուզում եմ քուրեր աղբերներ ջան, Հիսուսի օգնությամբ պատմեմ իմ կյանքից, թե ոնց եմ ապաշխարել, Աստված հետ տրավ իմ սրտին, որ դրա մասին խոսեմ։ Թող Սուրբ Հոգին էլի առաջնորդը, մի քիչ ընկճվում եմ, բայց թող Սուրբ Հոգին ինձ առաջնորդի օգնի։ Ես փոքր վախվանից ժողովրդյան, փոքր վախվանից ես առողջության խնդիրներ եմ ունեցել։ Լսողության հետ կապված, ականջներս փոփոխված եղել։ Այդ պատճառով ես միշտ ինձ գրաղ եմ պայ, հերու եմ պայ, ամաչել եմ։ Ու ունեմ շատ լավ ծնողներ, բարի, լավ վարք ունեցող, միշտ իրանքից սովորեցել են, որ եղի խելոք, համեստ, մի սուտ խոսա, մի գողացի, մի կռիվարա։ Ես այդ խոսքերով միշտ ենք առաջնորդվում էի, ապրում էի, հետո դրանից հետո, երբ որ գնացի բանակ, տեսնում եմ, որ այդպես ապրելով չեն հարգում քեզ, տեղ չեն տալիս քեզ։ Սկսեցի աշխարհի կյանքով ապրել։ Ես մի քիչ սպորտով եմ զբաղվել, դադարանի զալ այստեղ մի քիչ բարավել եմ, սկսեցի արդեն աշխարհում ձևի ապրել։ Արդեն սկսեցին միտեղ հարգել, ինձանից թույլ էին սկսում նեղել։ Հետո գնացի դրանից հետո Ռուսաստանները գնացի ժողովրդյան։ Ապրում էի էլի աշխարհային կյանքով, բայց մի ուժ կար, մի հարց ինձ շատ էր տանջում էլի, ասում եմ իմ ծնողները սենց չէին դաստիարակ ինձ, սենց չեն սովորեցել, բայց ինչև ես սենց ապրում, ես երբ պետք է խելքի կամ, ես գիտեմ, որ մի օր պատասխան եմ տալու ես իմ արարքների համար, իմ ապրածի համար, միշտ այդ խոսքը ինձ տանջում էր, ժողովուրդ ջան, երբ որ ես սկսեցի, ու միշտ փնտրում ես մի լավ ես գործն է բռնում ես հարցնել ուզեմ ու պետք է սկսեմ իմ ծնողների սովորածով այդպես ապրեմ այդպես շարժվում ես գիտեմ որ պատասխան եմ տալու ինչ որ օր է գալուս որ պատասխան եմ տալու այս ամենի համար ու դենց որ գնացել էի Ռուսաստան ժողովուրդ ջան որ գնացել էի Ռուսաստան շատ էի սենց ստարացայանում մտածում էի որ լավ տուն ունենամ, լավ մեքենա ունենամ, լավ օբյեկտ ունենամ, միշտ այդ բանով ու նոր էի գնացել, ոչ մի պատիժկա չկար, ոչ մի ծանոթ չկար, այդ կողք բոլորս ու ես աշխատում էի իմ ձեռքերով
մի օր գիշեր ցերեկ աշխատում էի, հաջորդ օրը մինչև ժամը 5-6-ը օրը ուշ հավաքի, մյուս օրը էլի կրկնացնի աշխատեի։ Շատ կարճ ժամանակում մոտ 3-4 ամսվա ընթացքում ես արդեն տուն ունեի, մեքենա ունեի, ժողովուրդ ջան։ Ու այդ ընթացքում ինձ ասեցին, որ քո ընկերը մահացել է։ Իմ դասային տղեն 27 տարեկան մահացավ։ Շատ լավ տղա, իմ ընկեր իրար 10 տարի դասի են գնացել, դենց շատ լավ անձնավորություն էր։ Ու էլ չէի ուզում աշխատել, էլ չէի ուզում ոչ մի բան անել, ասում եմ լավ Աստված շան, եթե դու կաս, ո՞րն է կյանքի իմաստը։ Լավ, եթե տուն չունեմ, աշխատում եմ, ստարացա եմ եղնում, գիշեր ցերեկ տուն ունեմ։ Եթե մի քիչ լավ, ավելի շատ ստարացան, ավելի լավ տուն կունենամ, ավելի լավ մեքենա կունենամ, բայց ես կարամ իմ ընկերոջ պես օրերից օր թողամ այս աշխարհում գնամ, այս կյանքի իմաստը ո՞րն է։ Այդենց փնտրտունքների մեջ էի ժողովուրդ ջան։ Ինձ դե մեր հայրս մի հատ խոսք ունենք, չէ՞, մի խոսք ասենց ասում է, մինչև դանագոսկորին չասնի, չենք գնում, բժշկի չենք դիմում։ Մեսս վիճակս այդքան է լավ չէր, առողջականս գնացի բժշկի, այս բժիշկները ասին անապահ պետք է վիրահատվես։ Ես որոշեցի ստեղ չեմ, Ռուսաստանում չեմ վիրահատվելու, կգնամ Հայաստան։ Գնացի եկա Հայաստան, ժողովուրդ ջան, եկա Հայաստան, բժշկի հետ խոսացի որ պիտի վիրահատվեմ։ Շատ հետաքրքիր մի բան էր, երբ որ ինձ տարան վիրահատելու, ժողովուրդ ջան, երկու հատ կին եկան, ինձ բարգեցրին այդ ինչի են ասում, կալյասկի վրա, ու դենց տանում են ինձ, հենց մի անձնավորություն են, այս տյոտյաներ են, որ խիստ դեմքերով, սենց տարան, ոտքերս կապին, ձեռքերս կապին, ասենց եսը չեմ հասկանում, ինչ են սենց էլի, սենց հետս վարվում, կակպուտը տանում են սպանելու ինձ էլի, այդենց բանի մեջ է, դու մի ասա, պետք է այդ մարդկանց վերաբերմունք ցույց տալ, գրբաներ ինչ-որ բան կողել։ Ես այդ բանը չէի, դե որ Ռուսաստանում եմ շատ ժամանակ անցկացրել, այդպես տարան կապեցին բան, հիմի այդեղ մեծ զալ էր, մեկին վիրահատում էին, ու մտքեր էին զգալում, ասում են, դու էլ ես մահանալու, դու քո ընկերոջից լավը չես։ Այդ ընթացքում մեկի մորակրոջս տղեն մահացել էր, էլի այդ ընթացքում 25 տարեկան քնել էր ու չէր ելել քնից, ու սենց մտքեր է գալիս, դու էլ իրացից լավ չէ, դու էլ կմահանաս։ Հիմի ես գիտություն չունեմ, այդ մտքերը ընդունում եմ, հիմի վախ այգե վրես, խո չեմ վախն, ժողովուրդ ջան, ասես տողցնում եմ։ Այս բժիշկը եկել ասում է հանգստացի, տղա ջան, բայց դու չէիր վախեն, ի՞նչ կա դարավ քո հետ։ Ասում եմ, հա հանգստանում, բայց չեմ հանգստանում։ Այս բժիշկը ասում է, եթե չես հանգիստ, 5 րոպե քեզ ժամանակ, մենք քեզ չենք վիրահատելու։ Ես եմ մտածում եմ, այ մարդ, լեննագանից այդ սա ժողովուրդը եկել են, որ ինձ վիրահատեն, այս նեղ հալին սա եկել են վիրահատել, ելնեմ ասեմ, վախենում եմ, ամաչում եմ։ Բայց թե վախենում եմ, ինչ անեմ։ Անկեղծ դեռ ես իմ սիրտը բացի Աստծո առաջ, Աստված, ես չգիտեմ քեզ չեմ ճանաչում, եթե դու կաս դեր, ներիր իմ գիտակցաբար, անգիտակցաբար մեղքերը։ Անկեղծ ասեցի, ժողովուրդ ջան, խաղաղություն եկավ իմ մեջ, բժիշկը եկավ հենց ինձ տեսավ, սավաբրես տղա ջան, վիրահատում ենք։ Կակփութը այդ տեսարանը փոխավ, ժողովուրդ ջան, եկել են երկած շատ բարեհամբույր հետս վերաբերում են քույրերը, եկան այս ձեռքերս հարցիկին, ավելի սպես նուրբ կապեցին, ավելի սպես սիրով խոսացին հետս։ Մի խոսքով, վիրահատեցին, պրծավ այդ ամենը, անցել եմ 3-4 օր, ելել եմ այդ միջանցքը, քայլում եմ, մի տարիքով մարդ այնտեղ նստած է, կամ եկեք նստած է, սենց ուրախ, զվարթ, ասում եմ, այ այս մարդը տեղ չգիտե, եկել էստեղ հիվանդանոցը սենց լավ իրան ուրախ զվարթ ֆերմ էր, չէ՞ որ սենք հիվանդանոցը ինչ համար եք այստեղ, սենց իմ մեջ խոսում եմ, հուլիս ամիսն է, ես էլ լուսամուտներ բացել եմ, կայնել եմ այդ լուսամուտի այդ քամու առաջ,
Այս եղբայրը եկավ, լուսամուտը փակեց, հա, նստավ սկամեկին, ես գնացի եմ հոպա ջան, բադուստը ինչ ես անում, տեսնում եմ սա, սալամատ առողջ, ինչի համար ես այդտեղ եկել, էլի, դեր ես կդեր ես ենք լավ, դեր ես կդեր եկել ես էլի, բա տղուս եմ բերել իրարելու, բայց ասում են, բժիշկները ասում են, տո այսօր արի, տո վաղ արի, ու դες ոնց որ չլչլվում է, էլի, չի ստացվում։ Ես ասեցի, Աստված ողորմած լավ կլինի։ Դարամ ինձ նայեց, բա դու Աստծուն հավատում ես։ Թոս ոնց չեմ հավատում, ես հայ եմ, քրիստոնյա եմ, խաչ էի շատ սիրում, խաչը հանի բգիցը ցույց եմ, տեսեք, ես հայ եմ, քրիստոնյա եմ, ոնց չեմ հավատում։ Սա տղա ջան, սա քրիստոնյա չեն դառնում, քրիստոնյա չեն ծնվում, պիտի դառնան։ Ասի ոնց, նույնս մի բան է, էլի ոնց ես ուրեմն քրիստոնյա չեմ։ Մեկ էլ այդ ժամանակ բժիշկիրան մոտեցավ, ասում է, բերեք ձեր տղան, պիտի վիրահատենք։ Ես եղբայրը դարավ մի հատ ինձ նայեց, լսես, ես հավատացյալ մարդ եմ։ Գուզես ես քեզի Աստծո մասին պատմեմ, Աստծո հետ ծանոթացնեմ։ Ես էլ դուզնասած մի քանի հավատացյալ գիտեի, մեր մոդերը։ Ես չէի ուզել դենց հավատացյալներ, ես աշխատում էի դենց հավատացյալներ իրանց կողքը դաշ կանգնեի։ Այդ էս վիճակեր ես ասեցի, հա դե արի խոսանք, այնշը որ քեզ լսելով հավատացյալ դառա, էլի։ Սա Աստված առաջ ուկամ խոսենք։ Մի եկել է, հույ հա ես գնացի պարկած, սպասում եմ 7-րդ պալատներ, ես ստեցի որ 7-րդ պալատն եմ պարկած։ Մի եկել է ասում է Միգելանձի ասում է, հա, ես երբ որ սկսեցի դեռ արգել հանգստանալ, հիշեցի, որ այ ախպեր, ես նեղության մեջ էի, ես վախի մեջ էի, Հիսուսին կանչեցի, Աստծուն կանչեցի, աղոտ կարեցի, ու ոնց որ թեթևություն եկավ, կարող է իրականում Աստված կա։ Դենց այդ մտքերով եկավ այդ եղբայրը, եկավ մի խոսում է, մի անձնավորություն կա, ասում է հավատարիմ է։ Հա Ես շատ ուշադրում եմ չխապենց դարձնի հավատացյալ, էլի։ Իմացել եմ մի ախուրի գյուղից են բան, եղած տեղն է խապել հավատացյալ դարձնի։ Սմե հավատալն ասում եմ չկա դες բան, որովհետև ես իմ կյանքում շատ դավաճաններ էի հանդիպել։ Սմե հավատալն անձնավորություն կա։ Ես եկել եմ ինչ-որ մարդու մասին է խոսում, էլի։ Սմե կա դենց հավատալ մարդ, դա Հիսուս Քրիստոսն է։ Ըստավ Հիսուս Քրիստոսն է լավ։ Հիմա այս մարդը Նախքան կներեք, ես սախալնում մի պրավոսլավնի եկեղեցին դեղ սարքել, ես այդտեղա նեսի գործերն եմ անում, դեղ կաֆել բան ենք շարում, մրամրվան, այնտեղ քահանաներին ես դե փնտրում էի, քահանաների հետ մոտիկություն էի անում, բան, ասում եմ լավ, բայց կյանքի իմաստը ո՞ր է, ժողովուրդ ջան, քահանա մարդ էլի, կարա ինձ ճիշտ խրատներ տա, բան, դա ասում եմ ինչ, սա նորմալ է, ես շատ հարցերի մեջ նեղվում էի, переживать էի անում, բան, ասում եմ նորմալ է, современный կյանքում ենք ապրում, մի կան մտածել այդ բաների մասին, ապրի, радуйся, наслаждайся жизнью, բան, ասես բաներ ասում, Հիմա այս մարդն էլ օրեկել է, հիմա խոսում է, ասում է Հիսուսը ինչ արել չես արել, ներել է, քո մեղքերը ջնջել է, քո ստատուսը փոխվել է, դարել ես Աստծո որդի, եթե ընդունում ես Հիսուս Քրիստոս Տերը փրկիչ, քո ստատուսը փոխվել է, դարել ես Աստծո որդի, քեզ տալում է հավիտենական կյանք, ասում եմ իսկ ինչ ասում այախպեր, ու դες շատ զրույցներ, ես էլ ասում եմ ուր գրած, վերցնում եմ Աստվածաշունչը, ասում եմ որտեղ է գրածել, ցույց տու, ուզում եմ խաբել այդ, վերցնում եմ, կաշտում եմ իր ցույցը տան տեղը, կաշտում եմ, ասում չէ այախպեր, այս մարդը ճիշտ է խոսում, այդենց ժողովուրդ ջան, շատ կբավ իր այդ քարոզած ինչ որ քարոզներ կար, ինչի կարիք որ ունեի, Աստված իր միջոցով փոխանցեց ինձ։ Ես շշմած էի ժողովուրդ ջան, ես կորցրել էի արդեն, ասում եմ ես ի՞նչ կատարում։ Այդ մասին Աստված միայն գիտե։ Հիմա գնացել է այդ մարդը։ Քուրս ինձ խնամում, քրոջս ասում այ աղջիկ ջան, կարող ասենք իմ մասին ինչ որ իմ խայսյատի մասին, իմ երազանքների մասին այդ մարդուն բան ստացանես։ Դասում է, ես առաջին չգիտեմ քո երազանքները, քո չես կիսվել դու իմ հետ։ Երկրորդն ես ինչ գործեմ, ես տամ ճուժոյ տղամարդուն ինչ որ քո մասին բան ասեմ։ Այնքան լավ, այնքան ինչ որ ոչ մեկից չի արել, Սուրբ Հոգին Աստված Տիգրան աղբոր միջոցով ինձ փոխանցեց։ Ես 10 տարի դպրոց եմ գնաց, բայց Աստվածաշունչ կաշտացած չկամ, ես անպայման կաշտարել եմ այդ Աստվածաշունչը։
Հետաքրքիր գիտես ինչն է ժողովուրդ ջան։ Երբ որ Տիգրան աղբերը հրավիրեց իրանց տուն, երբ որ մի քանի եղբոր տուն մենք գնացինք, հիմի տեսնում եմ այս ժողովրդի անկեղծությունը, ուրախությունը։ Ասում եմ, այ մարդ, սունկիրով որի ժողովուրդ են, այ աղբեր, ես ենք նոր հավատացիացում ավելի ուշադիր եմ, չէ, ամեն բանին։ Իրենց հակուկապի, իրենց քայլվածքը, իրենց խոսածածը, նայում ես իրենց խոսածածը, իրենց ապրած կյանքին համապատասխան, ես ասենց ուշադիր նայում եմ, անես դուրս եկավ ժողովուրդ ջան, անես դուրս եկավ, ասում եմ, ես էլ փառք Աստծո գործերը շատ լավ է, ես մի հատ լավ մեքենա էի առել ժողովուրդ ջան, շատ պաշտոնավոր մի հատ ավտո էի առել, այստեղ որ եկել է, բայց որ վիրահատվել է, ես չէի քշում այդ ավտոն, որոշ ժամանակ անցնել որ պետք քշվեր, ես ասում եմ, այդպես մարդիկ ինձ չեն ճանաչում, իսկ սիրով են ինձ ընդունում, իսկ շուրախ, ինչ անկեղծ են էլի, հա, ասում եմ, այն վաղ դուրսենք ես ներն էության մեջ շատ մարդիկ բարև չէին տալիս, հետո այդ մեքենան որ առել ինձ հարգում էին ավելի շատ էին սիրում, ասենց շատ հարսանիքներ էին հրավիրում, որպես հարսանիքի ավտո, ասում եմ, այս ժողովուրդը իմ մեքենան է չի տեսնում, ես ո՞նց են ինձ հարգում սիրում, չեն իմանում որ ես այդպես մեքենա ունեմ, ասում եմ, ինչ չկադամ, ես այդենց միամիտ հավատք ունեի էլի ժողովուրդ ջան, հետո այդ ամեն ինչը ժողովուրդ ջան շատ ինձ զարմացրեց էլի ժողովուրդ ջան, ես անպայման պիտի հավատացյալ դառնամ, ինչ որ երազում եմ, ինչքան ուզել եմ ես իմ ուժերով փոխվեմ, այն իմ պապայի մամայի դաստիարակածով ապրեմ։ Հա, ես այդպես էի, ուզում ասեցի, ահա լավ մահանա դառնամ հավատացյալ։ Ուրեմն գնացել եմ այդ Բանգլադեշի եկեղեցին, դե այդ վաղ Տիգրան աղբերն էր ինձ ենք տանում սովորեցնում բան, Տիգրան աղբերը այդ վաղ հետը չէր, ինչ որ զբաղված էր։ Հիմի գնացեմ մի հատ գրախտեղ կանգնած եմ, դեռ էլ շատ ժողովուրդ էր հավաքված։ Հիմա այսպես անկեղծ աղոթք եմ անում Աստվածաշան, խնդրում եմ էլի օգնիր ինձ էլի որ ես ենք չխապվեմ էլի, կարող է խապված եղնեմ, հետո խապված եմ Ընդ աղոթք եմ անում, վերջն արդեն եղբայրները հրավիրել են, որ պիտի աղոթեն ժողովրդի համար ձեռք են դնում աղոթում, հիմա ես հրախ կանգնած ուզում եմ այդտեղ, բայց ամաչում եմ։ Ասում եմ, այ մարդ չտեսեն, որ ես չտեսնին ծանոթ մարդ, ասեն աշուտ հավատացյալ է դարել։ Ուրեմն կանգնած եմ, մի քույրիկ մոտեցավ, ասավ եղբայր ջան, դու ով ես։ Մարդ եմ, էլի սկա մարդ մեջ ինձ տես։ Ասում եմ, դու ով ես։ Ասում եմ, Հիսուսը քո հետ է։ Քո կողքն է, գնա թող եղբայրների ձեռքի տնեն աղոթ կանեն քո վրա, ասենց ոնց որ հրեր ինձ, գնա թող, ասում քո կողքն է, քո հետ է, գնա թող եղբայրների ձեռքի տնեն աղոթ կանեն։ Ժողովուրդ ջան, այդ ինձ ավելի ուշ տվավ, ժողովուրդ ջան, ես տեսար հայտնությունով այդ քույրը տեսել, հետո ես հասկացա, որ մաշկարի քույրիկ էր։ Հետո ես հասկացա, որ Աստծուց առած էր մոտեցել ժողովուրդ ջան, Աստծուց առած ինձ օգնեց, առաջնորդեց, որ գնա այդտեղ։ Երբ որ աղոթեցին իմ համար ժողովուրդ ջան, մեծ զորություն իջավ վրես, ժողովուրդ ջան, այն վիճակն որ ունեի ձեռքերս թուլացել էր, չէի ուզում ստարացանել, չէի ուզում աշխատել, չէի ուզում ինչ-որ բան ավելացնել, զորություն եկավ։ Հիմա գնացել եմ Սախալին ժողովուրդ ջան, աշխատում մի քանի օր աշխատողական ես իրանց հետ աշխատում եմ ուրախ զվար սենց երկելով, բարելով սենց աշխատում եմ աշխուժում գնացել են աշխատողներ իրանցից հետո ես էլի սենց ուրախ զվար աշխատում եմ ես ես զարմացել եմ ինչ ուրախություն է եկին վրա ժողովուրդ ես չէր կատարվում հետ ես ինձ չէի ճանաչում խնդիրներ էր առաջանում ժողովուրդ ջան ես հետ խնդիր է Հիսուս ունիմ ես Հիսուսով ես այդ հարցը լուծում եմ։ Շատ ժամանակ գնացել եմ ժողովուրդ ջան, գնացել եմ որ այդ հարցը բրի լուծում տամ, գնացել եմ այդ հարցը լուծված եղել։ Գուրեր ջան, ինչ զորություններ եկե, ինչ ուրախություններ եկե իմ։ Ոչ մի բանից չէի վախենում, ժողովուրդ ջան, ոչ մի բանի մասին չէի մտածում։ Ու սենց ժողովուրդ ջան, ինձ համարը դենց ուրախանում, փառք էի տալում Աստծուն, ու սենց մի
բան կատարվեց, ժողովուրդ ջան, նկատում եմ այդ ուրախությունը ինձանից գնաց։ Դե գիտություն չունեմ, սկսեցի այս աղբորից եմ հարցնում ոնց անեմ, ինչ անեմ, որ լավ եղնի, ու սենց տարբեր ինֆորմացիաներ եմ ստանում, մի եղբայրը ասում է սենց արա, էսի մեղ կա, տո էսի սենց ա, տո են ինդեց, ով ինչ ասում են, ես ընդունում եմ, ժողովուրդ ջան։ Տեսնեմ տխրություն եկե վրես։ Ոչ եմ տխրում, ոչ եմ նեղվում, ուզում եմ մի տեղ կաշտամ, ժողովուրդ ջան, շատ կարևոր կներեք, ժողովուրդ ջան, քիչ օր ռսերենով եմ բանան Հայկը։ Մի սենց հիասթափված էլի սենց նեղված մի պատվիրատուի մոտ էլ եմ աշխատում, ալիք աղբերն էլ էր մեր հետ աշխատում, իրանք էլ հանցագործ աշխարհից էին, ժողովուրդ ջան, նրանց մոտ եմ աշխատում, մի ինձ էլ խրատ են տալիս, որ ներես պիտի սաղին, սուս պիտի մնաս, չհագաճարվես, կռիվ չանես, ես չանես, հիմի դրանք է մի քիչ իրանց լավ չեն պայում, ես այս ամեն ինչ եմ հավատացյալ մարդ եմ, պիտի ինձ համեստ պայեմ, շնորհքով պայեմ, ու դենց ես տանջվում էի, ժողովուրդ ջան, տանջվում էի դենց, ու շատ դենց տանջվելով, տարապելով, նես գցելով, ժողովուրդ ջան, ես հիվանդացա։ Հիվանդացա, շատ ծանր հիվանդությամբ հիվանդացա, ուրեմն պսայրազ էի, ոտից գլուխ սաղ, այսպես վերջերով լցված։ Ահավոր ծանր վիճակ էր մոտս։ Իշքան փող ունեի, այդ բժիշկներին էի տալիս, տո Ճապոնիա էի եշտում, տո երկու Իսրայել եմ գնացել, բժիշկներին էի տալիս այդ ու երբ որ այդ տանջանքների տառապանքի մեջ էի, ժողովուրդ ջան, հիշեցի Սուրբ Հոգին իմ հետ խոսեց, ժողովուրդ ջան, նայեք, եսիք ինձ մի րոպե, ժողովուրդ ջան, ուզում եմ այդ տեղը գտնեմ, որ կարդամ։ Սուրբ Հոգին իմ հետ խոսեց, ժողովուրդ ջան, ու ինչ է ասում։ Ասավ լիհիշ է, ինչ ասավ Հիսուս Քրիստոսը խաչի վրա, վերջի խոսքերն ինչ էր։ Մտածեցի, ասավ, ամեն բան կատարվեցավ։ Ինչ կատարվեցավ։ Ամեն բան կատարվեցավ։ Ինչ հասկացա, ժողովուրդ ջան, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար ամեն բան արել է, որ հիվանդ ես, հիվանդ չմնաս, որ անեծքի տակ ես, անեծքի տակ չմնաս, որ աղքատ ես, աղքատության մեջ չմնաս, ամեն բան կատարվեցավ։ Ու ես խոսքերը հիշեցի, ժողովուրդ ջան, չեմ կարող կներեք։ Էդի գրադում եմ Եփեսացիների 4 գլուխ 30 խոսքից։ Եվ մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնկվեցաք փրկության օրվա համար։ Ես որ կարդացիս, ոնց ես տրտմեցրել եմ Սուրբ Հոգում, կարամ եւ տրտմեցնեմ Սուրբ Հոգում։ Հետո այս խոսքին եմ հրաստեկի, առաջի Պետրոս 4-րդ գլուխ, առաջի խոսքից, մինչև 3-րդ խոսքը։ Այդ Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեցավ, դուք էլ նրա մտքով զինվեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դատարեց։ Որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրեք,
մարմնումը մնացած ժամանակը։ Որովհետև բավական է մեզ, որ մեր կյանքի անցած ժամանակը հետանոսների կամքը կատարեցինք, որ վարվում ենք կճությունով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, արբեցողություններով կամ անօրեն կռապաշտություններով։ Ժողովուրդ ջան, այստեղ ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, այս խոսքերը ինձ փոխել են, ժողովուրդ ջան, ինձ ուժ են տվել։ Երկրորդ խոսքից, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրիկ, մարմնումը մնացած ժամանակներում։ Հիմա ժողովուրդ ջան, ահագին ժամանակ անցել է, ես տարապում եմ, տանջվում եմ, ժողովուրդ ջան, ինչ մտքեր ցես գալիս են, այնպես մտքեր են գալիս, ժողովուրդ ջան, ես երևի երբ կախվեմ պրսնեմ։ Ուրեմն ստեղ Սուրբ Հոգին նենց հետ է խոսած, բավական ես մեն։ Մի հատ եմ կա, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկություններ պես, մարդկանց էի լսում, մարդը ինչ հասկանային, ոնց հասկանային, Այդենց ասում են, ես էլ ընդունում եմ, գիտություն չունեմ, որ զանազանեմ, դա Աստծուց է, Սուրբ Հոգուց է, թե չէ, ու դենց ընդունում եմ, որովհետև բավական է մեզ, որ մենք կյանքի անցած ժամանակներ հետանոսների կամքը կատարեցինք։ Դա սաշտնա, ոնց թե բավական է, բավական է քեզ։ Հիսուս Քրիստոսը քո համար խաչվել է, ամեն բան կատարել է, բավական է քեզ։ Ու սկսեցի ժողովուրդ ջան մտածել, ասեմ, լավ, Հիսուս Քրիստոսը խաչվավ, ամեն բան կատարեց խաչի վրա, ասավ ես գնում եմ, իր աշակերտներին ասավ ես գնում եմ, ձեր համար լավ է որ ես գնամ, եթե չգնամ Սուրբ Հոգին չի գա, Մխիթարիչը չի գա, նա կգա կառաջնորդի ձեզ ճշմարտության մեջ։ Նոր հասկացա ժողովուրդ ջան, այն անգամ որ ինձ Տիգրան աղբերը խոսեց ու Աստծո մասին ինձ բացատրեց, այն ժամանակ որ եկեղեցում է ինձ համար եղբայրներ աղոթեցին, այն ժամանակ որ ես ընդունի Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, ես լցվա Սուրբ Հոգով, զորությամբ լցվա, ժողովուրդ ջան, իմաստությամբ լցվա, ժողովուրդ ջան, բա ինչ եղավ այդ զորությունը, ինչ եղավ ժողովուրդ ջան, նայեք ինչ կա ստեղ ժողովուրդ ջան, Ստեղ շատ կարևոր բան է, երկու բան եմ ես ստեղ նկատել, ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ բոլորս նկատենք դա։ Դա գրած է Առաջի Կորինթացիների 2-րդ գլուխ 12 խոսք ու 13 խոսքը։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից է տրված մեզ։ Ինչ ասում, որն էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով հոգևորների հետ համեմատելով։ Ժողովուրդ ջան, մի խոսք է կարդամ, առաջ Աստված։ Նայք, ես գել ինձ ժողովուրդ ջան չա։ Էդի գրված է թուղթ Հռոմեացիների 12-րդ գլուխ 11-րդ խոսքը։ Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, աղոթքումը հարատևեցեք։ Նայք մեկ էլ թարգմանության մեջ գրած է հոգով բորփոքվեցեք, Տիրոջը ծառայեցեք։ Ժողովուրդ ջան, երբ որ ինձ հաջողվել է, Աստծո առաջ եմ ասում, երբ որ ինձ հաջողվել է, երբ որ ես Սուրբ Հոգուն ձայնը լսել եմ, երբ որ ես Սուրբ Հոգով լցվել եմ, ժողովուրդ ջան, այն տեղը, որ ես գնացել եմ, մութ ու խավար եղել, պրոբլեմներ եղել, ժողովուրդ ջան, ինձանից փոխանցվել է այդ զորությունը, ժողովուրդ ջան,
այդ ուրախությունը, այդ ազատագրությունը, ժողովուրդ ջան։ Ասում եմ հոգով փոփոխվեցեք եւ Աստծուն ծառայեցեք։ Ժողովուրդ ջան, երբ որ հաջողվել է ես հոգով փոփոխվեմ, ժողովուրդ ջան, Սուրբ հոգով լսեմ, ես մեղ չեմ գործել, ես չեմ սայտակել։ Նայեք ստեղ մի վիճակ եկա, ասում եմ Սուրբ հոգուն մի տրտմեցրեք։ Նայեք ժողովուրդ ջան։ Ստեղ ինչ է կատարում, քուրջ նախբերներ ջան։ Առաջուց երբ որ ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ, երբ որ ես առաջուց ընդունեցի Հիսուսին Տեր ու Փրկիչ, իմ վրա ուրախություն եկավ, զորություն եկավ։ Հետո այստեղ գաշտում եմ ասում եմ մի տրտմեցրեք Սուրբ հոգուն։ Դոս երբ որ մենք գալիս ենք առաջուն Աստծուն ընդունում ենք Տեր ու Փրկիչ, ժողովուրդ ջան, Սուրբ հոգին մեզ առաջնորդում է։ Իսկ մնացած տեղում ասում եմ մի տրտմեցրեք Սուրբ հոգում։ Մենք պետք է տեղ տանք Սուրբ հոգուն, ժողովուրդ ջան, որ Սուրբ հոգին մեզ առաջնորդ է։ Ասում եմ Աստծո որդիք նրանք են, ով որ Սուրբ հոգով է առաջնորդվում։ Որ ամենակարևորը ժողովուրդ ջան, որ մենք Սուրբ հոգով առաջնորդենք, Աստծուց առած առաջնորդվենք։ Ժողովուրդ ջան, ամենակարևոր բանն է, որ այդ ուրախությունը մեր մեջ լինի, ժողովուրդ ջան, այդ զորությունը մեր մեջ լինի, որ մենք քրիստոնյա ենք, Քրիստոսին ենք ներկայացնում, որ կարողանանք հիվանդին, կարիքավորին կարողանանք օգտակար լինենք, ժողովուրդ ջան, որ Աստծո անունը փառավորվի, որ Աստծո կամքը լինի, ժողովուրդ